Մի բան չարեցինք ու փառք Աստծո։ Հայաստանի գեղեցիկ կանանց չհավաքեցինք, հոտավետ յուղերով չոցեցինք ու չտարանք Մակրոնի ննջարան։ Մնացած բոլոր փառքի այդ ֆեստիվալները եւ փառքի այդ միջոցառումները նվիրեցինք։ Ու հանուն ինչի։ Ես կամ մոլորված եմ, կամ խելքս եմ գցել, կամ գժվել եմ, չեմ հասկանում։ Փորձեցի որոշ մարդկանց հետ խոսել, ասեմ, ախպեր, ինչի համար, ովքեր աջակցում են այդ։ Բոլորը մի ձև պատասխանում են։ Դե ասում են էլի։ Ով է ասողը։ Ով։ Հետո մեկ էլ աչքովս ընկավ բան։ Էդմոն Մարուքյանը ինչ որ մի եթեր, մեկ իրան նման հարցով վիրավորել էր, ու ինքը հայտարարում է, որ ինքը բարձր է գնահատել Մակրոնի քաղաքականությունը, հիմա լսեք իր բառերը։ Ինձ վիրավորել է, գիտեք ինչի պատճառով, որ պատմել եմ Մակրոնի մասին, դրականն եմ խոսել Մակրոնի մասին, Ֆրանսիայի նախագահի, եւ ասել եմ նրա դերը ինչ դեր է ունեցել Արցախյան հակամարտության այս վերջին շրջանում։ Լսեցիք։ Ու հարց հիմա, Էդմոն Մարուքյան, ինչ է արել Արցախի համար, Արցախի հարցի համար Մակրոնը։ Որ դու տես բարձր ես գնահատում։ Մենք Արցախը կորած է ամենախայտարակ եղանակով։ Մեր պատմամշակութային այդ ամբողջ ժառանգությունը բնաջնջվում է Արցախում։ Ինչ արեց Մակրոնը։ Ինչ արեց։ Այն բլոկադայի ժամանակ եկավ, այդ բլոկադան ճեղքեց, ինչ էլի, դատի տվեց, դատեց, սանկցիաներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ։ Ինչ արեց։ Զանգեզուրի հարցում կանգնեց Հայաստանի կողքը, այս Միչանսկի շուրջ այս ամեն ինչը վերացրեց իր կոշտ դիրքորոշման։ Ինչ արեց։ Միգուցե արել է, հələ մի հատ ասեք կամ ես չգիտեմ։ Մենք այսօր տեսնում ենք ոնց է Տրամպը աջակցում Իսրայելի ժողովրդին։ Այ որ Իսրայելը մտնի ինքը այդ ձև ընդունեն, դա հասկանալի է։ Տեղ ունի լրիվ մարդը, բայց Մակրոնը ինչ արեց մեր համար։ Հա, մխիթարել է լավ Նիկոլին, լավ լուսանկարվել է Նիկոլի հետ։ Հետո հա, բանաձևերը հայտարարություններ են արել, բայց դա ինչ, մենակ հայտարարություն է։ Հողի վրա ինչ է արել։ Էդմոն Մարուքյան, ախպերս, հարազատս, զեմլյակս, ես էլ եմ ասամ քոլեցի եմ, կարող ես պատասխանես, որ այս ձև բարձր ես գնահատում նրա ներդրումը կամ արածը։ Նայում եք, լսեք, ոտնահետքերն էր մնում համբուրեիք Մակրոնի, ասֆալտը համբուրեիք, այդ սալիկները համբուրեիք, որտեղ նա քայլում էր, այն տոտաներ, բան, աղջիկներ, վազվզում, փաթաթվում, պատերին կպցնում նկարներ, մեքենաներին, թե սա ինչ որ մի նորմա է դարել, էլի, կապ չունի, Անջելինա Ջոլի գար ընդեղ երգեր, թե ֆուտբոլիստ, ազգը խելագարվի, այս ինչ ենք դարել։ Հա։ Ես մի հատ համեմատություն բերեմ, նայեք, ժողովուրդ, այս տղամարդիկ կհասկանան ինձ, մեկ էլ կյանքի կանայք, անբարոյական են իրի նկատի չունեմ, որ թեթև կյանքով ապրել են, էլի։ Բոլորից հետ էլ եղած կլինի, միջև ամուսնանալը, ասեմ, որ անկարծ կնոջս են ընկերուհիներ, բան, քուր, բան չզանգեն, ասեն, այս մարդը ինչ ա դուրս տալի։ Որ գնում էինք օրինակ ինչ որ մի տեղ, հրավիրում ենք աղջիկներ, բան, նստում, ուտում, խմում, կենացներ ասում լավ։ Մարտի 8-եր այդ բոլոր միջոցառումները մեր համար ոնց որ մարտի 8 լիներ, էլի։ Վերջը նպատակն էր, որ գնանք մի տեղ առանձնանանք, էլի։ Աղջիկների նպատակը մեկ ուրիշն էր, մեր գրպանի պարունակությունը չափեին, իմանային, տեսնեին ով ինչ է։ Այդ հանդիպումները երբեք ԶԱԳՍ-ի դռանը չէր վերջանում, հավատացիք։ Նրանց մի բան էր պետք, մեզ մի բան։ Անենց կարող է հետո գային օրինակ ասեին, օրինակ կոմունալն է եկել, լույսի փող չունի, բան, դե պարզ է, օգնում ես, հետո հետ չես ուզում այդ փողը։ Բայց այսօր Հայաստանի պարագայում նա է, որ մենք դարել ենք ոնց որ այդ թեթևաբարո ազգը, որ այդ օգնությունն էլ հետո տոկոսով են տալու։ Վարկի տեսակով, էլի, ոնց որ ես տանեի մեկի լույսը մուծեի, ասեին տոկոսով հետ կտաս, էլի, այդ հոսանքիդ կամ գազիդ վարձը։ Այ մենք էսա մեր մակարդակը։ Ես մի բան ասեմ, ժողովուրդ, ու Էդմոն Մարուքյան, Նապոլեոնի պատերազմից հետո, երբ Ռուսաստանը մտավ Ֆրանսիա,
Նապոլեոնին հաղթեցին։ Մահից հետո Նապոլեոնին։ Այսօր Ֆրանսիայում Պանթեոնում Նապոլեոնի գերեզմանի վրա այդ քարը ռուսներն են նվեր տվել։ Կարելսկի մրամը վարդագույն։ Այս ամեն ինչը անցնելու է, բրցնելու է։ Նրանք իրար կհասկանան, կընկերանան եւս, հարաբերությունները կփոխվի, տեսեք, Դեգոլը Ստալինի թաղմանը լացելուց է եղել։ Նենց որ իրենք իրար մեջ այս ամեն ինչը կներեն, նրանք հզոր են, նրանք կհասկանան իրար, բայց մեզ հայերից չեն ների։ Այս ամեն ինչը չեն ների, այս որ Զելենսկին եկավ իրեն ասենց պահեց, դա չեն ների։ Իմացեք, Ֆրանսիայի ժողովուրդը շատ մեծ կապ ունի Ռուսաստանի հետ։ Ժամանակին ռուս ազնվականությունը խոսացել է ֆրանսերեն։ Ռուսերեն լեզուն համարել է պլիբեյսկի լեզու, դա խալոպների լեզու։ Շատ բառեր ռուսերենում կա, դրանք ֆրանսերեն բառեր են։ Նույն Պուշկինը շատ ֆրանսիական այդ բառեր մտցրեց ռուսական լեզվի մեջ ու տեսեք, այս մշակութային շատ մեծ կապ ունեն։ Ասում իրանք իրար կներկահասկանան, մեզ չեն ների։ Այն Զելենսկու այդ վարքը չեն ներելու։ Ես մեր դիվանագիտությունը չեմ հասկանում։ Դրա համար այսօր Ադրբեջանը այս դիրքին է գրանցում է մենակ հաղթանակներ, ինչպես եւ Վրաստանը, ինչպես եւ Թուրքիան, ինչպես եւ Պարսկաստանը տեսնում ենք, սա լուրջ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։ Իսկ մենք մնալու ենք այդ թեթևաբարո կնոջ այդ հասկացաք, էլի, կարգավիճակում։ Մեզ չեն ների։ Այ սա շատ ցավալի խնդիր է, սա մեր ազգի երևի մենտալիտետն է, մենք այս ձևի անմակարդակ ու պրիմիտիվ ենք դառել։ Մեր էլիտաները, մեր մտավորականները, դիվանագետները այսքանը չեն հասկանում։ Նենց որ մեզ չեն ների սա, խելքներները գլուխ հավաքել է պետք։ Ես նույնիսկ համեմատություն եմ անում, էլի, այս ինչեր եղավ, էլի, այս պրիմիտիվ, այս միխկանցինի այս ձևի ազգ դառանք մենք, երբ դառանք։ Շարլ Ազնաուրի համար լսեք դուք այդպես բաներ չէիք անում ինչ որ Մակրոնի համար։ Համաձայն եմ, Մակրոնը շատ համակրելի է, շատ լավ ակնոց կարող է գովազդի, գովազդային պաստառների վրա ոնց որ ֆոտոմոդել լինի, ատամի մածուկ գովազդի, չգիտեմ, կոստյում կամ բան, հագուստ։ Եվ վերջ, մարդը ֆոտոգենիկ է, լսեք դուք ես բար չեմ գտնում, հասկանում եք, նկարագրել մեր դեգեներատությունը ազգային։ Ախր ես այս նույնը տեսնում եմ նույնիսկ էլիտաների մոտ։ Տեսնում ես օրինակ Սամվել Կարապետյանը մի երկու բառ իրար կապել չի կարողանում։ Նայում ես նույն գագոն այնտեղ, բնաջնջի բնությունը, պատերին կախի ոնց որ 19-րդ դարի գցենք էսի այն կոլոնիալնի էպոխայի բան, էլի ու քաղաքական գործիչ իրան համարի, քաղաքականություն մտնի։ Լսեք, ես երբ համեմատում եմ օրինակ նույն Իվանիշվիլին, եւս վրացի օլիգարխ էլի, համեմատում ես նույն ադրբեջանցիքի հետ, համեմատում ես ռուս օլիգարխիայի հետ, էլի ներկայացուցիչների հետ, մեծահարուստների։ Լսեք, ինտելեկտ է այնտեղ մակարդակ կա։ Մերոնց մոտ վայ մի հոգու հետ բանաձևից կհանես գրզոին, միակ մակարդակով մարդն է, էլի։ Ես հիմա իրան քաղաքական չեմ ասում, գլխի մեջով եմ ասում, էլի, որ կարողանում է խոսա ու կա ինտելեկտ մեջ։ Խաչատուր Սուքասյանն, մնացածը բոլորը 6-րդ դասարանի մակարդակ, էլի։ Ծխական դպրոցի գողագանի ֆակուլտետը ավարտած, էլի, ճշտի։ Այս է մակարդակը։ Ասում է քարֆեյ այնտեղ ռուսին։ Գլուխդ բռնի փախի Հայաստանից։ Ասա ալբանացին։ Էսա մեր ազգի մակարդակը, ես հիմա մի հատ նկար եմ դնում, սա այն պատասխանն է ջերմուկի համար, որ ես այդ խնդիր բարձրացրեցի, էլի, elə նայեք լս նկարը։ Այստեղ տեսնում եք ովքեր են, Pepsi ռեկլա գովազդում։ Նիքսոնն է, Ամերիկայում հետո պրեզիդենտ դառավ, այդ ժամանակ վիցեպրեզիդենտներ։ Ու Խրուշովն են։ Այս լուսանկարը դարձել է հետո համաշխարհային գովազդում, բան, Pepsi Cola-ն սկսե գովազդը, որ Սովետը վыбирают բան, էլի, Սովետական միությունը Pepsi Cola։ Մի փոքր sense պատմեմ նկարը, որտեղ սա 59 թվականին Սովետական միություն եւ Միացյալ Նահանգներ որոշեցին բարեկամանալ, sense օտիպել եղավ, sense տնտեսության ցուցահանդես էր Մոսկվայում, կարծեմ ԲԴՆԽ-ը եղել, եթե չեմ սխալվում։ Ուրեմն, ունդեղ բերում են Pepsi Cola։
Pepsi Cola-ի գլխավոր մենեջերը լինում է Նիքսոնի ընկերը։ Եվ խնդրում այն որ մի բանով մի կադր ստեղծեն այդ ֆոտո էլի։ Ու սրա վրա աշխատել էր մի հավոր ֆոտոգրաֆների բանակ էլի, որ ստանան լավ նկար։ Որ գովազդեն իրենց բրենդը, նորաստեղծ բրենդ է, ժամանակ Pepsi նոր էր մտնում, Coca-Cola-ն կար։ Այսենց է երկիրը իր բրենդի համար, իր ապրանքի, իր հարկատուի մասին մտածում։ Իսկ դուք ինձ ասում եք, ջերմուկ էլ մի խմի հիմա, ջերմուկը էս այն փող են տվել որ խոսած ջերմուկից կամ Արսենյանը կամ հիմա Արարատը փոխենք ջերմուկի հետ, Հայաստանը ծախենք, անասուն։ Դուք անասուն եք որ ինձ տենց բաներ եք գրում։ Չեմ է պատասխանել, ընդհանրապես էլ բացել էլ չի ուզում, որ տեսնես ինչքան անասուն կա էլի։ Դե բայց իմ ալիք հենց անասունների դեմ է պայքարում, որ ձեզ բուժեմ։ Այսօր իսպանացի ժողովուրդը խամոնն հենց հա գովազդել աշխարհով մեկ, այսօր ասետրինայից թանկ է խամոնը։ Խոզի բուդա է։ Բայց դուք տեսեք, նրանք իրանց այդ ազգային ինչ-որ մի բան ոնց մտցրեցին համաշխարհային շուկա, ճիշտ ձևով, էլի, որ այսօր գնում ես, նայում ես խամոնի գինը, նայում ես կողքը Ռուսաստան ասետրինը դրած ավելի բալիկը ավելի էժանակ անցնի խամոնը։ Եկա ոսկորն է մեջը գցած, դուք պատկերացնում եք։ Իսկ դուք ասում եք ջերմուկի համար ես խոսում։ Այ սրանով ենք մենք տարբերվում մնացածից։ Ու դրա համար մենք այս օրի ենք, այս օրի, այս խայտարակ վիճակում։ Մակրոնին փառաբանում եք, ոնց որ Հիսուսի երկրորդ գալուստն էր եղել։ Եվ ես sense մեկ էլ Հիսուսին կընդունենք, եթե իջներ Հայաստանում, էլի։ Մակրոնն են տեսել։ Այս մեր կիկոսական բանն է, Էդմոն Մարուկյան, այ, էլի։ Սա մեր կիկոսի սինդրոմն է, որ մենք տարապում ենք։ Չեղած բանը, sense ֆանտազիաներ անենք։ Կիկոսացավն է մեր։ Չեղած մի ինչ-որ մի բանի կողքը մի հատ ֆանտազիաների ու կուրկ սարքենք։ Հիմարներին մենք կուրկ սարքելու, չգիտեմ, բան ունենք։ Իսկական է այն оранжевый заводной апельсин այդ պատմվածքն է մեր մոտ։ Մենք երկիր ենք այդ ինչ-որ անտի-ուտոպիստական գաղափարներով, էլի։ Էդ է տիրում մեր մոտ։ Լսեք, ինձ հարցեր եք գրում, օրինակ, բա մեր դեմ տնտեսություն է բացվում, էս։ Լսեք, տնտեսությունը դա հիմա սենց մի քանի բառով ձեզ եկեք բացատրեմ, էլի, որ այդ այնց հարցեր էլ կա, ինձ ասում են, տեսեք, միլիարդավոր շուկա է բացվում։ Լսեք, այդ միլիարդավոր շուկան ձեր համար շուկան մի քանի մաս կա բրենդների համաշխարհային։ Որ դու գնում ես խանութ, տեսնում ես օրինակ սնիկերս չկա, ասում ես, ինչ բոշա խանութ է, կամ Դոմ Պիրինյոն շամպայնը չկա, ասում ես, ինչ ալկոգոլնի խանութ, էլի։ Այդ ապրանքների համար իմացիր, խանութպանն է զանգում խնդրում, որ իր մոտ բերեն։ Բայց կա ապրանք, որ դու պետքա բրթես։ Քո օգտակար հանածոների շուկան դա ստաբիլ է։ Դրա գինը ոսկու պես բորսային գներ են, որ միշտ էլ իր գնորդը գտնում է։ Դրա համար ինչ որ Եվրոպա գնալ կամ այդ շուկաները միշտ էլ բաց են։ Նավթ լինի, երկաթ, ոսկի, գցենք ալյումին, պղինձ, դա իր բորսային գներով, դա ֆիքսված գներով վաճառքը կա։ Դրա համար շուկա մտնել պետք չի։ Իսկ այ մանրածախ ապրանքը շուկա մտցնելը դա մեծ խնդրեմ է։ Շատ մեծ։ Դրա վրա պետությունները սուբսիդիաներ են տալիս։ Տեսեք չինական մեքենաները ոնց մտան համաշխարհային շուկա։ Չինաստանի իշխանությունն ասում է տար, որակով Toyota-ի որակի մեքենա, Toyota-ից լավը ծախի, Toyota-ից 3 անգամ էժան։ Տար BMW-ի մակարդակի մեքենան ծախիր, BMW-ից 5 անգամ էժան։ Ես լես կտամ վնասը կփոխհատուցեմ։ Այսենց են գրավում շուկան։ Հասկանում եք, այս նույն հանքային ջուր լինի, բան։ Հենա Մոլդովյան շատ լավ կոնյակ ունի, շատ լավ գինի ունի։ Հետ չի մնում ոչ վրացականից, ոչ բանից։ Չկարողացավ ծախի Վրաստանում։ Վրաստանում եմ ասում Եվրոպայում, բայց Ռուսաստանում ծախվում էր, Ռուսաստանում հարգի էին։ Ինչպես է վրացականը, չկարողացան։ Անենց չի որ դուք ֆուրը գնալու է մտնի Եվրոպա, փողը ասենց հաշվեն ասեն, աբրի Մակրոնը ասեց, տես կամ Կայա Կալասը կամ են Ուրսուլա ֆոն դեր Բլյադը ասեց, փողերը տալիս են գնացեք ձեր միլիարդները։ Այդպես չի պետք է գնաս, հասնես խանութներ, ծախես, ժողովուրդը պետք է առնի։ Դա քաղաքական գործիչ չի կարող ստիպի, որ դու առնես։ Չի կարող ներսի մարդուն։ Այդ սուպերմարկետը ունի իր օրենքները, իր քաղաքականությունը, ինչ ծախի։ Հենա, բանը գնացել էր մետրոն։
Գերմանիա, ասում հələ գտիր մի հատ մոլդավական կամ, մարդը ասում է հոգնեցի էլ չեմ կարող գտնեմ։ Ասում է կարող է կա, ասում է ես էլ սաղոր չեմ ման գալու։ Կամ այնպես տեղա դրած եղել չեմ նկատել։ Չկա վերացական։ Նենց որ ձեր ապրանքն էլ է այդ լինելու, դուք վնաս եք կրելու։ Քո երկրի տնտեսողը, տնտեսությունը, քո արտադրողը։ Իսկ որ ես խոսում եմ, չի ոչ բարեկամա, ոչ ես իրան ընդհանրապես կարող է 10 մետրի վրա տեսած լինեմ, բայց չեմ ճանաչում ես բանի։ Ինչ էր անունը, Արսենյանին։ Դա քո սենց պետք է երկիրը մտածի ու քաղաքական գործիչները, որ իրանց ապրանքը պետք է հանեն շուկա։ Մակրոնը ասում է մեր բրենդը ինչի չկար Հայաստանում, զարմացել էր։ Հեսա հյուսիսային պողոտակը բացեք երևի մի հատ։ Նա իր բրենդից է խոսում, իսկ դուք ձեր բրենդը թաղում եք, որ Զելենսկի գա հաճաստեղ։ Երկիրը դարձել եք իսկական էլի այդ շաշաբոզերի մի հատ բան, շաշաբոզ երկիր, էլի կասեն Հայաստան, ասում ասել շաշաբոզեր են սրանք, երգիչ չեն։ Այդ են ասել, ու այդ են քո հարևանները քեզ սարքել արդեն։ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ։ Վրաստանն էլ օգնում է։ Մնաց մի հատ Պարսկաստան, մենա Պարսկաստանին էլ ընդեղ է քլնգում, չալմեկավոր բան, ինչ ասես ասում։ Բայց հեսա Պարսկաստանը շատ մեծ քայլերով առաջ կգնա։ Տեսնում եք ոնց է պատերազմը բրցնում։ Իսկ մեր մոտ Նիկոլի ընտրապայքարի համար Հայաստանը իրան գլորում է գցենք անդունդը, դիվանագիտական անդունդ էլի, որ վաղը ոչ մեկ շանտեղ չդնի, ոչ չինացին, որ հզոր բան է դառնում, ասում է սրան ինչ։ Տեսանք այնտեղ Զելենսկին եկավ այդ Ղախպի տղեն ինչեր դուրս տվեց, նա մի հատ ձենե չհանեց էլ իր տան մեջ։ Իր մյուս դաշնակցին, սրա հետ մենք ինչ անենք, ճանապարհ գնանք։ Կներեք արտադրությանս ասելու են, մտածելու են, սրանք բոզի տղա ազգեն, սրանց համար ոչինչ անել չարժի։ Այս մտնոլորտն է տիրում աշխարհում էլի ու ոնց են հետո մեզ գնահատելու։ Չեն ասելու առաջի քրիստոնյան են, ասելու են անողնաշար, անթասիբ, անինքնասեր, բիսպրինցիպնի ազգա։ Ազգ որ չունի ոչ մի բանում կարմիր գիծ։ Ոնց շինես կշինվի։ Ամաչում եմ էլի, այսպես մանտրաշ ես ամեն ինչից, որ ոնց էս օրին հասանք էլի։ Ով հասրեց մեզ էս օրին։ Ամենակարևոր հարցը։ Ով։ Ինչի մենք հասանք այս դեգրադացիայի մակարդակին, այս մակարդակին չհասավ ոչ վրացին, ոչ ադրբեջանցին, ոչ պարսիկը, ոչ թուրքը, ոչ չգիտեմ այնտեղ իռլանդացին, ոչ եվրոպացին, ոչ սիրիացին, մենք հասանք այս օրին։ Իրաքի ժողովուրդը այս օրին չի հասել, այս մակարդակի չի իջել, ոչ մեկ չի իջել։ Բայց մենք ենք իջել։ Այսօր տեսեք Ղազախստանը եւս շատ բան կոշտ քաղաքականություն ունի, բազմաբևեռ, բայց Ղազախստանի ասցեին դուք տեսնում եք մեկը այս ձև խոսա։ Ղազախստանը իր դիրքը չի կորցնում։ Ինչքան էլ բազմաբևեռ հիմա բան է տանում, էներգակիրներից է ուզում հրաժարվի, հոսանքը առնում էր Ռուսաստանից։ Չինաստանն է հիմա ատոմակայաններ սարքում, նա եւս դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը։ Բայց նա չի խայտարակվում, չի պախարակվում այն ձև ոնց որ մենք հայերս։ Դեռ մի հատ ասեք, որտեղ է, մեր ինչով ենք մենք տարբերվում ես աշխարհի մնացած ժողովուրդներից։ Ինչով։ Լատինական Ամերիկայից մինչև Ինդոկիտայ, բան, մի խոսքով ամբողջ աշխարհում բոլորը ունեն արժե համակարգային ինչ որ մի այլ այդ բանաձևերով են ապրում։ Իսկ մեր բանաձևը կոպիտ բառ է մենակ միտքս գալի։ Կոպիտ այլանդակ կոպիտ բառ թե մի խոսքով։ Հələ գերեք, որտեղ է։ Սխալը երբ ենք սխալվել։